ծեր գուսակցության նման մտածողներուն վարկակիցը Ռուսաստանի վերաբերյալ նույնը չեն։ Հայաստանի իշխանությունները դակավին գուզեն կորձընկերություն ռուսներու հետ։ Ինչքանով կխանգարե ադիցիզ։ Ռուսները մեզ պատերազմից առաջ մոլորեցնող հետախուզական տվյալներ են տվել։ Այսինքն մեր տվյալները ցույց են տվել, որ լինելու է պատերազմ։ Ռուսները ասել են հանգիստ եղեք չի լինելու։ Եվ մենք հենվել ենք բնականաբար ավելի մեծ կարողություններ ունեցող, այո, հետախուզական կարողություններ ունեցող դաշնակցի, այսպես կոչված, տվյալների վրա։ Դուք երկար ճանապարհ անցած եք քաղաքական ասպարեզի մեջ, եղած եք նաև քաղաքապանդարգյալ։ Այսօր ինչպես կդիտարկեք Հայաստանում կան քաղաքական պանդարգյալներ։ Առանցին մնացած եք Արեգին Գաթողյոս։ Մենակ։ Ես կարող եմ նույնիսկ ձեզ վկայաբերել, որ ինքը նույնիսկ իր սեփական բջջային հեռախոսով չի հաղորդակցվում, այդպիսի վախերի մեջ է։ Ինքը երեց կանանց հեռախոսներ է վերցնում եւ իր շփումների մեջ այլոց հեռախոսներով է շփվում։ Մի բան, որ ցույց է տալիս, թե ինչպիսի վախեր են հիմա վեհարանում կուտակվել։ Եկեղեցու հոգը չպիտի լինի Նիկոլ Փաշինյանն է, եկեղեցու վարչապետը, թե Սամվել Կարապետյանն է, ընդդիմությունը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը պիտի լինի բոլորի եկեղեցի, բոլորի առաջնորդը եւ պիտի հնազանդվի ժողովրդի ընտրությանը։ Այլ ճանապարհ չկա։ Որևէ եկեղեցի չի կարող ավելի ուժեղ լինել, քան պետականությունն է։ Պետության դեմ չպիտի խաղ լինի ոչ փողը, ոչ օլիգարխը, ոչ քրեականը, ոչ Ռուսաստանը, ոչ ամերիկացին չի կարող ավելի ուժեղ լինել, քան պետությունն է։ Բարև ձեզ, կշարունակենք անգերց զրույց հաղորդումներու մեր շարքը, Սակոարյանն է ձեր հետ, այսօր հյուրս հանուն Հանրապետության գուսակցության առաջնորդ նախագահ Արման Բաբաջանյանն է, բարի եկած եք, Բաբաջանյան, երկար սպասված էր այս զրույցը, ինչ են ձեր ակնկալիքները 2026-ի քաղաքական տարի են, այսպես բնորոշենք։ Մենք չափազանց կարևոր ձեռքբերումներ ունեցանք 2025 թվականի երկրորդ կեսին եւ կարծում եմ դրանք ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, դրանք գործարկելու, դրանք իրականություն դարձնելու համար չափազանց կարևոր է, որպեսզի մենք 26 թվականին հատկապես համապետական ընտրություններում կարողանանք այնպիսի արդյունքներ ամրագրել, որոնք անշրջելի կդարձնեն այդ ձեռքբերումները, հատկապես խաղաղության գործարքը, խաղաղության հաստատման ուղղված այդ ջանքերը Հայաստանի համար բացառիկ պատուհան են եւ մենք միայն այդպիսով կկարողանանք խաղաղության տված յուրաքանչյուր օրը Հայաստանի հզորացման, Հայաստանի տնտեսական քաղաքական, անվտանգային, պաշտպանունակության, դիմադրողունակության, մարտունակության համար, տեխնոլոգիական զարգացման համար ավելի ու ավելի ամուր հիմքեր ստեղծել։ Ես շատ պիտի ուզեմ, որպեսզի մենք կարողանանք այդ հռչակագրերը 25 թվականի գործնականացնելու, նյութականացնելուն ուղղված քայլերով կարողանանք հարստացնել 26 թվականը։ Գիտեք, եթե մոդեցնենք բրիսմագը եւ դիտարկենք իշխանության հատկապես արտաքին քաղաքականությունը եւ ասենք ծեր գուսակցության նման մտածողներուն վարկակիցը հատկապես արտաքին քաղաքականության վերաբերյալ, Ռուսաստանի վերաբերյալ նույնը չեն։ Այս մեկը գխանգարե, որ Հայաստանի իշխանությունները դակավին գուզեն կորձընկերություն ռուսներու հետ։ Բացահայտ է եւ հարաճիգային ազգային ժողովի նախագահը պիտի մեկնի Մոսկվա։ Այս բոլորը նշաններ են նախընտրական։ Ինչքանով կխանգարե ադիցեզի, ինչքանով դիսկոմֆորտ կստեղծե։ Իրականում այո, կա այդտեղ լրջագույն որոշ անհամաձայնություններ, բայց խնդիրը իրականում Ռուսաստանի հետ գործընկերություն անել չանելու մեջ չէ։ Խնդիրը Հայաստանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններին նոր որակ հաղորդելն է։ Մենք վերջին 5-6 տարիներին ընդգծված տեսել ենք Հայաստանի նկատմամբ կամահրական վերաբերմունք,
Ռուսաստանի կողմից, որը ընդհուպ միջև դավաճանական կարող ենք որակել հատկապես 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում, իսկ վերջերս նաև Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի հարցազրույցներից մեկում ուղղակի սպրդեց միտքը, որ ռուսները մեզ պատերազմից առաջ մոլորեցնող հետախուզական տվյալներ են տվել։ Այսինքն մեր տվյալները ցույց են տվել, որ լինելու է պատերազմ, ռուսները ասել են հանգիստ եղեք չի լինելու։ Եվ մենք հենվել ենք բնականաբար ավելի մեծ կարողություններ ունեցող, այո, հետախուզական կարողություններ ունեցող դաշնակցի, այսպես կոչված, տվյալների վրա։ Էլ չասեմ Շոյգուի այն հայտնի հայտարարությունը, որ մենք Ղարաբաղի տարածքում թուրքերի հետ փայլուն օպերացիա իրականացրինք։ Էլ չասեմ, որ Լուկաշենկոն Պուտինի բերանով խոսում էր եւ ասում էր ով են դրանք, ում են դրանք պետք։ Այս հայտարարությունները մեծ հաշվով բնորոշում են, որ նախկինում մենք ուղղակի ողորմելիության ենք հասցրել հայ-ռուսական հարաբերությունները եւ դրանում ես շատ ռուսներին չեմ էլ մեղադրում, ես կարծում եմ, որ հիմնական բեռը Երևանում է, որովհետեւ մենք ենք այնքան ծալվել ռուսների առաջ, որ զզվանք են նույնիսկ առաջացրել ռուսների մոտ, որովհետև մենք հիմա հաճախ խոսում ենք գույք պարտքի դիմացի օրինակ անթույլատրելիության մասին, իսկ դուք տեղյակ եք, որ մենք ենք խնդրել ռուսներին այդ ձեռնարկություններով փակել այդ 100 միլիոն շատ կասկածելի պարտքը։ Մի բանի համար, որպեսզի 2002 թվականի նոյեմբերին այդ գործարքը կնքելուց հետո հնարավոր դառնա 2003-ի փետրվարին Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը։ Այսինքն մենք մեր երկրի ռազմավարական կարողությունները գրավադրել ենք, որպեսզի մի հանցագործ տահակի կարողանանք երկրորդ պաշտոնավարման օրինակ հնարավորությունը ապահովել, որտեղ դե ներսում ընտրության հնարավորություն որևէ մեկը չէր էլ կասկածում, որ նա չի ընտրվելու, հատկապես հոկտեմբեր 27-ից հետո, նրան միայն արտաքին աջակցությամբ հնարավոր կլիներ նրա պաշտոնավարումը իրականություն դարձնել։ Ուստի խնդիրը իրականում ֆորմատավորման մեջ է, վերատեսության մեջ է այդ հարաբերությունների։ Դուք կողմ չեք ռուսներու հետ թշնամության, այսպես գուրապ։ Եթե թուրքերի հետ հարաբերությունների կողմ ենք եւ պետության նշանակությունը հենց դա է։ Չպիտի քեզ համար թշնամիներ ստեղծես, որպեսզի քեզ ոչնչացնեն, որպեսզի այո, փակես դռները ու հնարավորություն չլինի այլևս հաղորդակցվելու, կամուրջները այրես եւ այլն։ Պետությունը նրա համար է, որպեսզի ամենածանր հարևանի եւ որևէ երկրի հետ կարողանաս խոսել, որովհետեւ դու պատասխանատվություն ունես ժողովրդի առաջ, ովքեր քեզ քվե են տվել, ովքեր քեզ մանդատ են տվել, իրավունք են տվել եւ պատասխանատվություն, որպեսզի դու կարողանաս արժանավայել այդ խաղաղ կյանքը ապահովել քեզ վստահողների համար։ Եվ այդտեղ, եթե մենք իհարկե սպառնալիքներ ունենք Ռուսաստանից եկող եւ անընդհատ ունենք հատկապես այս պահին ոչ ուղիղ ռազմական տեսքով, բայց կրկին հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան։ Այդ խոսքերը բան Բաբաջանյան։ Եվ այդտեղ բանալի բառը հիբրիդայինը չէ, այլ պատերազմը, իսկ պատերազմը ովքեր են վարում միմյանց միջև։ Թշնամիները։ Հիմա պետք է հասկանալ Ռուսաստանը, որը օրինակ ազգային ժողովի նախագահին հրավիրում է ինչ ասելու։ Ընդհանրապես մեր բարեկամների, գործընկերների եւ թշնամիների շրջանակում որտեղ է, որովհետեւ մի կողմից ռուսական այսօրվա քաղաքականության գաղափարախոս Դուգինը օրինակ խոսում է, որ հայկական ինքնիշխանությունը մեզ համար խնդրեմ է, ասում է, կամ Սալավյովը, որ կոչ է անում ռազմական հատուկ գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։ Մենք գնահատական լսել ենք օրինակ այդ մարդկանց հայտարարությունների վերաբերյալ պատկան մարմինների կողմից։ Եթե չենք լսել եւ ասում են, որ դա շարքային լրագրող է, կներեք, ես շարքային լրագրողներ գիտեմ, ովքեր կամ սպանվել են Ռուսաստանում, կամ հայտարարվել են որպես օտարերկրյա գործակալ, բայց Սալավյովը չի հայտարարվել։ Սալավյովը շարունակում է մնալ Կրեմլի համար շատ ընդունելի, շատ այսպես
Opinion maker-ի դեր ունի։ Այո, ինքը կարծիք ձևավորող ռուսական քաղաքականության առանցքային դերակատարներից է։ Եվ իհարկե մենք պիտի գտնենք մոդուս ռուսների հետ աշխատելու։ Ես կրկին ասեմ, եթե մենք խնդիր ենք դրել թուրքերի հետ խոսելու, որևէ դժվարություն չպիտի լինի դրանից հետո իհարկե խոսել ռուսների հետ, գտնելու են եզրերը, որոնք միմյանց Հայաստանին եւ Ռուսաստանին ուրեմն հաշտեցման, իրար հետ ապրելու, իրար հետ խաղաղ գոյակցելու եզրեր առաջ կբերեն։ Իհարկե մենք դեմ ենք, որ Ռուսաստանը այստեղ ունենա ռազմաբազա։ Իհարկե մենք դեմ ենք, որպեսզի Ռուսաստանի FSB-ն այստեղ հայ-թուրքական սահմանին ունենա ուրեմն սահմանապահ զորքեր։ Իհարկե մենք դեմ ենք, որ բարեկամ Իրանի հետ սահմանը վերահսկեն ռուսները, որովհետև այդտեղ մենք նաև կենսական հիմա առաջիկայում ենթակառուցվածքային նախագծեր ունենք եւ ռուսները դրա խոչընդոտն են։ Ու մենք պիտի տեսնենք ինչպես ենք սրա հետ վարվում։ Մանավանդ ինչու ենք դեմ, որովհետև դրանք ուղեկցվում են այնպիսի հայտարարություններով, որոնց համար այդ բոլոր ներկայությունները, այդ թվում ռազմական ներկայությունը կարող է ծառայեցվել Հայաստանում ուղղակի ժողովրդավարական կարգը շրջելու եւ Հայաստանը կրկին վասալացնելու համար, որովհետեւ հասկանում ենք, չէ՞, եթե այդ ռազմաբազան մեզ արտաքին թշնամուց չի պաշտպանում, իսկ մենք հիմա թուրքերի հետ առնվազն երկկողմ ձևաչափով նույնիսկ շփում եւ հարաբերություն ունենք եւ առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու Անկարայի հետ։ Այդ ռազմաբազայի գոյությունը ի սկզբանե դրա նպատակը եղել է արտաքին սպառնալիք չեզոքացնելը կամ դրա մեղմելը, եթե չկա այդ սպառնալիքը, այդ ռազմաբազան ինքնաբերաբար դառնում է ներքին սպառնալիքի աղբյուրի եւ մեր նպատակն է որպեսզի այդ սպառնալիքը ուղղակի մեր երկրից կարողանանք չեզոքացնել։ Իսկ իշխանությունները ծեր գերբ կմտածեն կամ իրենց մոդեցումը ինչ եզրակացումներով կհարապ շփումի մեջ։ Դե 2017 թվականին ելք դաշինքի կազմում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի падգամավոր ամենաբարձր բղավողն էր, որ Հայաստանը պիտի դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից օրինակ։ ԵԱՏՄ-ից։ Այո, ԵԱՏՄ-ից պիտի դուրս գանք։ Բայց ինչ է։ Եվ դրանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իհարկե տրամագծորեն հակառակ բաներ սկսեց խոսել։ Բայց ես վստահ եմ, որ նրա համոզումը, որ Եվրասիական տնտեսական միությունն իրականում Հայաստանի տնտեսական հեռանկարները խեղտող քաղաքական մարմին է, ոչ թե Հայաստանի տնտեսական հնարավորությունները բազմապատկող, չի փոխվել։ Իրերի դրությունն է մեծ հաշվով պայմանավորել նրա քաղաքական դիրքորոշման այդ շեշտակի փոփոխության։ Բայց կարծում եմ նաև իր վարչապետության տարիներին հաջորդող տարիները, հատկապես 20 թվականից հետո տեղի ունեցած իրողությունները եւ դրան հաջորդած արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը այլևս օրվա հրամայական է դարձրել ոչ միայն հապկից դուրս գալու, այլև այդ սպառնալիքին ուղղակի պատասխանելու Լավրովի շուրթերով մեզ ուղված, որ եթե հապկից դուրս գաք ԵԱՏՄ-ից մենք ձեզ կհեռացնենք, կարծում եմ մենք պիտի ուղղակի առաջ ընկնենք եւ մեր եվրոպացի, ամերիկացի գործընկերների հետ քննարկենք բոլոր հնարավոր այն հետևանքները, որոնք կարող են առաջ բերել հապկից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագային, իսկ ես գիտեմ, որ այդպիսի քննարկում եղել է, ես գիտեմ նաև հարցի գինը, մոտավորապես ինչքան գումար պիտի արժենա գազի թանկացումը, ընդհանրապես տնտեսական այն սանկցիաները, որոնք կարող են ռուսները կիրառել Հայաստանի դեմ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, բայց դա շատ կարճաժամկետ է լինելու, շատ արագ ռուսները կարիք են ունենալու Հայաստանի հետ վերստին հարաբերություններ տնտեսական կառուցել, որովհետև այդ գազը այլևս գնող չկա ռուսական, ավելին ռուսների համար Հայաստանը շատ հուսալի, նաև իրենց ապրանքը, իրենց ծառայությունները
վաճառելու կամ երրորդ երկիր արտահանելու հուսալի ճանապարհ է, այնպես որ կարծում եմ մենք պիտի ավելի համարձակ գործենք։ Իհարկե տարբերություններ կան մեր եւ իշխող կուսակցության դիրքորոշումներում, դա գալիս է նաեւ նրանից, որ իշխող կուսակցությունը ունի ընդգծված քաղաքական եւ արտաքին քաղաքական կողմնորոշում։ Իրենք իզմերի շատ մեծ, այսպես դիապազոն ունեն, իրենք կարող են ցանկացած պահի սոցիալիստ լինել, ցանկացած ուզած պահին լիբերալ լինել եւ հիմա էլ կարծես կրոնական ազգային, այսպես նոր շարժումը, հա։ Այո, այսպես նոր Rebranding. հագուստ են արկել։ Դա իրենց մեծ հաշվով ավելի ազատություն է տալիս դիրքավորվելու ըստ ժամանակի կոնյունկտուրային այսպես հարմարվելու իմաստով, բայց մենք ունենք ընդգծված քաղաքական դիրքորոշում, մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ իրավունքները, մարդու իրավունքները սակարկելի չեն, քննարկման առարկա չեն, իսկ դա մեզ համար նաեւ հայկական պետականությունը պահելու, մեր ինքնիշխանությունը պահելու միակ հնարավորությունն է, խոսքը ժողովրդավարության մասին է, իսկ այդ իմաստով մեր գործընկերությունը արևմուտքի հետ ոչ թե նրա համար է, որ արևմուտքի աչքերն են ավելի գեղեցիկ, այլ որովհետև Հայաստանի նման կոմպակտ երկիրը կարող է գոյատևել միայն այնպիսի միությունների եւ այնպիսի գործընկերների հետ, ում համար իրավունքի ուժն է գերակա, ոչ թե ուժի իրավունքը։ Մինչդեռ մենք հապկում եւ ԵԱՏՄ-ում հենց բախվում ենք նրան, որ այնտեղ ուժն է ավելի առաջնային եւ ուժի իրավունքն է աշխատում եւ ոչ պատահականորեն հապկի շրջանակներում մեր ունեցած տագնապները առաջ եկան այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես ուժեղ կողմ ավելի նախընտրելի դաշնակից էր մեր այսպես կոչված դաշնակիցների համար, քան Հայաստանը, որը այդ կազմակերպության մաս լինելով պիտի ավելի նախընտրելի դաշնակից լիներ։ Ուզում եմ ասել, որ Լյուքսեմբուրգը եւ Գերմանիան Եվրամիությունում ունեն հավասար իրավունքներ եւ որևէ մեկը իր չափերի եւ իր տնտեսության պատճառով որևէ մեկին դրորելու խնդիր, ինչպես մեր պարագայում եղավ։ Եվ մեր նման կոմպակտ երկրների գոյատևման, հարատևման համար որպես ինքնիշխան երկիր Եվրամիությունը այդ իմաստով, արևմտյան աշխարհակարգը այդ իմաստով բացառիկ հովանի է եւ բացառիկ պատուհան։ Պարոն Բաբաջանյան, դուք երկար ճանապարհ անցած եք քաղաքական ասպարեզի մեջ, եղած եք նաեւ քաղաքապանդարգյալ։ Այսօր ինչպես կտի դարգեք Հայաստանում կան քաղաքական պանդարգյալներ։ Անկեղծ երբ ես ազատազրկվեցի, քաղաքասարակության հայտարարություններ եղան, քաղաքասարակության բազմաթիվ իրավապաշտպաններ ինձ այցելության էին գալիս եւ իրենք բարձրաձայնում էին, որ ինձ շինծու մեղադրանքներով են ազատազրկել, բայց այդտեղ միջազգային կառույցների հատկապես դիրքորոշումներ չափազանց կարևոր, այդ տարիներին քաղաքական հետապնդումների մի մեծ շղթա սկսվեց, որի սկիզբը դրվեց 2006 թվականի հունիսի 6-ին ինձ բերման ենթարկելով, դրանից հետո Ժիրայր Սեֆիրյանը, Վարդան Մալխասյանը, նույն թվականին 2006 թվականին իրենք բերման ենթարկվեցին եւ դրանից հետո իհարկե արդեն մարտի 1-ի հայտնի իրադարձություններն էին, որտեղ մենք արդեն որպես հին բանտարկյալներ ուղղակի դիմավորում էինք մեր ընկերներին մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակառակորդ այսպես ճամբարի ներկայացուցիչներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը տարեկան, գիտեք, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցներ ուներ եւ այդ զեկույցներում ես 2006, 2007, 2008, 2009 թվականների զեկույցներում որպես մի քանի տեղ նշվել է, որ ես քաղաքական դրդապատճառներով եմ ազատազրկվել։ Նույնը Եվրախորհրդի նաև մարդու իրավունքների պաշտպանի քանիցս այցելությունները եւ իր գնահատականները դրա մասին են եղել ինձ հետ քանի անգամ Համերբերգ անունով իրավապաշտպան, մարդու իրավունքների պաշտպանը, օմբուդսմենը Եվրախորհրդի Հայաստան էր այցելում այդ ահազանգերի հետքերով
Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում մեծ հաշվով ես չէ որ պիտի այդ գնահատականը տամ։ Կարծում եմ իմ գնահատականը կարող է լինել շատ սուբյեկտիվ, որովհետև ես քաղաքական ուժի առաջնորդ եմ եւ մենք քաղաքական մեծ հաշվով տարակարծիք անտիմախոսներ դաշտերում ենք եւ ես դեմ եմ եղել թե Բագրատ Սրբազանի շարժմանը, թե անձնապես Բագրատ Սրբազանի ներգրավմանը քաղաքական կամ ավելի ճիշտ կուսակցական գործունեության մեջ մտածելով որ դա թույլատրելի վնասներ պիտի հասցնի հայ եկեղեցուն եւ մեր եկեղեցու գլխավոր առաքելությանը միասնականության ապահովման այդ կարևոր անելիքի մեջ եւ այս իմաստով այո ես չեմ կարծում որ մենք քաղբանտարկյալների հարց պիտի քննարկենք յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքները եթե դրանք հիմնավորվում են դատարանի կողմից իհարկե ես վերապահում ունեմ նաև դատական իշխանության անկախության հետ եւ մեր առաջիկա նախընտրական կարևոր խոստումներից մեկը արդար դատական համակարգ թափանցիկ վեթինգի անընդհատ ենթարկված դատական համակարգի հաստատման խոստում պիտի տանք մեր ժողովրդին, որտեղ մենք գոնե համոզում ունենք, որ դատական համակարգը շարունակում է նախկին փտած ավանդույթները։ Այս իմաստով իհարկե պիտի սպասենք դատարանի որոշումներին, որովհետև առաջին հայացքից բավական հիմնավոր են մեղադրանքները եւ ես չեմ համարձակվի որևէ կերպ գնահատական տալ, որովհետև կրկին պիտի ասեմ, որ իմ դիրքորոշումը կարող է լինել շատ կախակալ եւ սուբյեկտիվ։ Պարոն Բաբաջանյան, շատ լավ գիշեմ, արիթով մը հարցազրույց կուդայիք եւ այսպես ես ալ բամը գեցա, ինչ կսե, թեզը ես ալ համաձայն եմ, որ եկեղեցու խնդիրները ներսեն պետք է լուծվին եւ այդ օրերուն սածեիք շուտով եպիսկոպոսներ պիտի միանան եւ այսօր իրականություն է այսօր գրահումը կանխադեսումը գա ուր գերտա այս տակնաբը այս վեճը եւ լուծվելու հերանեկարներ չկան ընդհանրակը ավելի բարակդման գործընթաց մնա կտեսնենք Շվեյցարիո բարական ինչ պատահեցավ Չեմ կարծում որ այդպես է ինչպես շատ արագ կարծում եմ կհանգուցալուծվի որովհետեւ հարցը Գարեգին կաթողիկոսի այսպես միանձնյա որոշումների դաշտում է եւ շատերը հասկանալով որ այսին առանցին մնացած է Գարեգին կաթողիկոս մենակ Ես կարող եմ նույնիսկ ձեզ վկայաբերել, որ ինքը նույնիսկ իր սեփական բջջային հեռախոսով չի հաղորդակցվում, այդպիսի վախերի մեջ է։ Ինքը 3 կանանց հեռախոսներ է վերցնում եւ իր շփումների մեջ այլոց հեռախոսներով է շփվում։ Մի բան, որ ցույց է տալիս, թե ինչպիսի վախեր են հիմա վեհարանում կուտակվել։ Եվ սա չի կարող շարունակվել, որտեվ ինչ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը սեփական տանը, մայրաթորում, վեհարանում, պիտի չգնա շփվել ժողովրդի հետ կամ։ Ի վերջո, վեհապարին կամ թագավորին, ով է վեհապար եւ թագավոր դարձնում։ Ժողովուրդը։ Եթե ժողովուրդը քեզ չի ճանաչում, քանի գրոշ արժի այդ տիտղոսը։ Բայց ընդդիմությունը փորձում է ապահովել հասկանում ենք, չէ, որ փորձերի մասին չէ խոսքը։ Ես ճեմարանական անցյալ ունեմ եւ ես իմ աչքի առաջ տեսել եմ Վազգեն Վեհապարի նկատմամբ այդ ակնածանքը, այդ խորը նվիրումը մեր ժողովրդի։ Վեհապարի ես երեխա էի, հիշում եմ Վեհապարի մուտքը օպերայի հրապարակ, երբ մենք Արցախի վերամիավորման ուղված այդ ցույցերին էինք մասնակցում։ Ես հիշում եմ Վեհապարի խոսքը ինչքան սթափեցնող եւ զգաստացնող էր առասարակ։ Երազել կարելի է այդ ժամանակների մասին։ Եվ կարծում եմ, որ մեզ հիմա հենց այդպիսի խոսք է պետք, այդպիսի կշիռ է պետք, այդպիսի ներկայություն է պետք եկեղեցում, որովհետև մենք հասկանում ենք, որ քաղաքական աշխարհիկ իրականության մեջ թույլատրելի այդ հարցակումները, այս տրոհումները, այս թունավորումները
գուցե կարելի է հասկանալ, բայց դրան չի կարող որևէ կերպ ներքաշվել եւ մասնակից լինել եկեղեցին պիտի լինի ստերիլ մաքուր, որպեսզի մենք այս աղմուկի եւ այս թույնի մեջ կարողանանք գոնե մեր հանգստությունը գտնել եկեղեցում։ Ես չպիտի մտածեմ այս եկեղեցու քահանան, որ չի միացել 10 հոգևորականների կոչին, արդյոք պատեհ է, որ ես այդտեղ մտնեմ, թե ոչ, ինձ կճանաչեն, թե ոչ։ Ես ուզում եմ հանգիստ եկեղեցի մտնել, իմ մոմը վառել, իմ աղոթքը անել, առանց մտածելու, թե որ ճամբարից է այս եկեղեցու հոգևորականը, որովհետև եկեղեցու խնդիրը միավորման մեջ է, մեր բոլորի միասնականության երաշխավոր լինելու մեջ է, եկեղեցին իր կարևորագույն առաքելությունն է մոռացել եւ մեկդի դրել եւ այլ օրակարգերով է առաջնորդվում։ Եկեղեցու հոգը չպիտի լինի Նիկոլ Փաշինյանն է եկեղեցու վարչապետը, թե Սամվել Կարապետյանն է ընդդիմությունը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը պիտի լինի բոլորի եկեղեցին, բոլորի առաջնորդը եւ պիտի հնազանդվի ժողովրդի ընտրությանը։ Այլ ճանապարհ չկա, որևէ եկեղեցի չի կարող ավելի ուժեղ լինել, քան պետականությունն է։ Պետության դեմ չպիտի խաղ լինի ոչ փողը, ոչ օլիգարխը, ոչ քրեականը, ոչ Ռուսաստանը, ոչ ամերիկացին չի կարող ավելի ուժեղ լինել, քան պետությունն է։ Եվ ինչի է միշտ խնդրեմը գալիս Ռուսաստանից ծագող օլիգարխների հետ, Ռուսաստանից եկող հարուստների հետ, Ռուսաստանի հետ կապվող եկեղեցու առաջնորդի հետ, ինչի մենք արևմուտքում իրենց առաքելությունն իրականացնող հոգևորականների հետ չենք ունենում այս տեսակ սուր հակադրություններ։ Եվ տեսնում ենք հետքը, որ այս ամեն ինչը ներսից չի ծագում, դրանք ունեն արտաքին պատվիրատուներ, արտաքին հովանավորներ, ու սա ցավեցնում է մեզ, որովհետև մենք հայկական պետականության ներծուկ հայ եկեղեցի ենք ուզում։ Դարավոր մեր երազանքի կողքին մենք մեր եկեղեցու օրհնությունն ենք տենչում։ Չենք ուզում, որ մենք մեր ժողովրդի հավաքական վստահությանը ընդդիմացող եկեղեցական վերնախավ ունենանք։ Եվ այս իմաստով մենք հավաքական խոհեմության, հավաքական իմաստնության կարիք ունենք, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ խիզախ եպիսկոպոսները իմի եկան։ Ես այդտեղ ահռելի մասնակցություն, դերակատարություն եմ ունեցել եւ ուրախ եմ, որ հարցը տեղափոխվել է այլևս եկեղեցի տիրույթ, որտեղ բարձրաձայնվել են խնդիրներ, որոնք վերաբերում են բացառապես եկեղեցական եւ ներեկեղեցական օրակարգերին եւ եկեղեցու բարեկարգման օրակարգն է դարձել այլևս քննարկման հարց։ Ես շատ դեմ եմ, որ այդտեղ վարչապետը անձնապես ներգրավված լինի կամ այլ աշխարհական ներգրավվածություն լինի։ Մենք կարող ենք օգնել, աջակցել մեր հայտարարություններով զորավիք եկեղեցու իշխաններին, ինչպես ասում եք, բայց եպիսկոպոսները պիտի այդ քաջությունը, այդ խիզախությունը ունենան եւ այս իրավիճակի համար նաեւ պատասխանատվություն կրեն, որտեւ այս իրավիճակը նաեւ իրենց մեղքով է։ Այս 10-ի մեջ մեղավոր մեզ համար այս ամբողջ ժամանակահատվածում շատ լուրջ օֆլայն էին, չէ՞։ Այո, այդ շատ հոգեվորականներ անընդունելի են եղել բոլորիս համար, բայց թողքար նետինա ով անմեղ է, եւ եթե այս եպիսկոպոսների մեջ գտնվել են մարդիկ, որոնք հասկանում են, որ իրենք մեղքի մեջ են, բայց իրենք միջոց պիտի դառնան մեր եկեղեցին ոտքի կանգնեցնելու, մենք այդ հնարավորությունը պիտի տանք։ Մյուսները մինչդեռ ասում են, այո, մենք մեղքի մեջ ենք, բայց ձեզ էլ մեր մեղքերի հետ կտանենք, կխորտակենք։ Այս սա է, որ մենք պիտի ընտրենք, որ եպիսկոպոսների հետ պիտի առաջ շարժվենք։ Գա հույս, որ նոր Ես համոզված եմ, որ վեհապարի շուրջ չկա կոնսոլիդացիա, չկա համախմբում, հիմնական եւ առաջիկա ընտրական գործընթացները ցույց են տալու նաեւ, որ մեծ հաշվով մեր ժողովրդի հավաքական համակրանքը փոփոխությունների օգտին է եւ մեր ժողովուրդը իրապես ցանկանում է, որպեսզի մենք
այս ատելությունը, այս մերժող վերաբերմունքը եկեղեցին քաղաքական եւ կուսակցական նպատակներին օգտագործելու այս տարբեր թևերի, տարբեր ուժերի պետության եւ եկեղեցու ժողովրդի կողմից մերժված դեմքերի այս համակրանքը անհասկանալի եկեղեցու նկատմամբ, ասենք մարդով խաչ չէր կարողանում խաչակնքվել, հիմա դարձել է ամենայն Պուրն քրիստոնյա, ասենք այդպես չի լինում։ Այդ մեր աչքի առաջ է եղել։ Եվ այս ֆալշը, այս կեղծիքը բոլորս ենք տեսնում եւ շատ արագ հասկանում ու կարողանում զատել ճշմարտությունը ուրեմն կեղծիքից։ Եվ ես կասկած չունեմ, որ նախ պիտի ավելի ու ավելի ընդլայնվի բարենորոգման աջակիցների շրջանակը։ Ես գիտեմ, որ շատ ու շատ նոր հոգեորականներ են միանալու շուտով եւ առաջիկայում եւ հույս ունեմ, որ եւ դրսից եւ նաեւ Հայաստանից ավելի մեծ այսպես իրադարձությունների ականատես կլինենք։ Ինձ շատ ավելի հետաքրքրում է, թե մենք այս բոլոր գործընթացներից հետո ինչպես ենք կարգավորելու մեր ներքին եկեղեցական այսպես հարցերը, ով է լինելու տեղապահ, քանի տարով, ինչպես է այդ սահմանադրությունը մեխանիզմով, եւ ամենակարևորը ազգային եկեղեցական ժողովը, որ պիտի գումարվի, ինչ համամասնությամբ եւ ինչ կարգով պիտի պատվիրակներ այստեղ գան։ Մենք հասկանում ենք, որ այդտեղ Ռուսաստանի գործոն կա, Ռուսաստանը իր պատվիրակների թվով միշտ մրցել է Հայաստանի պատվիրակների հետ։ Եվ օրինակ այս հարցերը մենք քննարկել ենք, թե չէ։ Մենք հասկանում ենք, թե այդտեղ ինչ նոր մարտահրավերներ են կրկին եկեղեցու ինքնիշխանությունը, եկեղեցու ինքնուրույնությունը խաթարելու փորձեր են արվելու արտաքին դերակատարների կողմից։ Եվ մեզ հավաքական իմաստնություն է պետք, որ պետության կողքին պիտի եկեղեցին լինի եւ պետությունն էլ կարծում եմ անելիք ունի այս մասով։ Հունաստանում հոգեորականները պետական պաշտոնյաներ են, պետությունից աշխատավարձ են ստանում, օգտվում են բոլոր սոցիալական այն բոլոր փաթեթներից եւ ապահովագրական առավելություններից, որ պետության ծառայողն է ունենում։ Գուցե պիտի այդպիսի մեխանիզմ դնենք եւ դրանով օրինակ մենք սոցիալապես պաշտպանված դարձնենք հոգեվորականներին եւ դա հավելյալ ուժ կհաղորդի եւ եկեղեցուն եւ եկեղեցականների վերաբերմունքի մեջ փոփոխություն կլինի հանդեպ պետության։ Ես կուզեի, որպեսզի այս հարցերը շատ ավելի քննարկվեին ազգային ժողովում օրինակ, որովհետեւ այդպես մեր կապարանոց հայոյանքները եւ մեղադրանքները, որտեղ ի վերջո առանց ծխի ոչինչ չի լինում եւ հիմնարար պատճառներ կան այս տեղի ունեցողի եւ ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք իհարկե արագ հանգուցալուծեինք այս խնդիրները, որովհետեւ վստահ եմ, որ վեհապարի ցանկությունը ամեն ինչ ձգելն է մինչև ընտրություններ, նաեւ որովհետեւ հույս ունի, որ նախընտրական գործընթացներում կարող է եկեղեցին այսպես կարևոր դերակատարություն վերցնել եւ անձամբ ինքն էլ օրինակ այսպես ռեաբիլիտացվելու շանս ստանալ այդ ընտրական գործընթացներում։ Ես գիտեմ, որ վեհապարը անձնապես նաեւ քննարկում է օրինակ որ ուժերի հետ պիտի միավորվեն նույնիսկ եւ գիտեմ իր նախընտրությունները թե նախկինում թե հիմա Ռոբերտ Քոչարյանն է եւ նրան սատարող քաղաքական ուժերը իսկ դրա մասին կարծեմ անթակույց նույնիսկ քննարկում է այդ մարդիկ անարգել վեհարան են գնում վեհապարի հետ քննարկումներ են ունենում այս ճանապարհ չի վեհապարը պիտի ինձ էլ հրավիրի վեհարան Փաշինյանին էլ հրավիրի բոլոր քաղաքական դերակատարներին, ով ամենադույզն նույնիսկ վստահության պաշարը ունի, պիտի դառնա եկեղեցու համար ընդունելի, մենք պիտի խոսենք, մենք պիտի ճանապարհ գտնենք, հասկանում ենք, որ այս վեհապարի հետ չենք կարող այդ իրականություն դարձնել։ Մինչդեռ մենք կարոտ ենք որպեսզի այս վստահությունը կարողանանք վերականգնել։
Անգերտ զրույց էր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ ես հնարավորության համար։ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ հյուրս հանուն հանրապետության գուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էր, նաև հորտորս էզի հետևեցեք մեր հաղորդումներուն, լայք մսեղմեցեք, դարաձեցեք, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարինացես։